Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 19։ Իմ սիրեկանն իմն է, և ես նրանը, նա արածեցնում է շուշանների մեջ, քանի դեռ օրվա քամին փչում է և ստվերները փախչում են, ետ դարձիր, ով իմ սիրեկան, նմանվիր ածյամին կամ եղնիկի ձագին, որ Բեթերի սարերի վրա են։ Երգ 2 գլուխ 16-17 խոսքեր։ Անշուշտ, եթե Աստվածաշնչում մի ուրախալի խոսք կա, դա այս խոսքն է. իմ սիրեկանն իմն է, և ես նրանը։ Այս խոսքերն այնքան լիքն են խաղաղությամբ, վստահությամբ, գոհունակությամբ և անսահման երջանկությամբ, որ թվում է, թե դրանք գրվել են այն նույն ձեռքով, որ գրել է 23-րդ Սաղմոսը։ Այնուամենայնիվ, թեև այս հեռանկարը չափազանց գեղեցիկ ու հիասքանչ է, և երկիրը չի կարող ավելի գերազանց մի բան առաջարկել, այս խոսքը լիարժեք լուսավորված չէ արևի լույսով։ Երկնքում մի ամպ կա, որ ստվեր է գցում այս տեսարանի վրա, քանի դեռ օրվա քամին փչում է և ստվերները փախչում են։ Այստեղ խոսվում է նաև Բեթերի սարերի կամ բաժանման սարերի մասին, և մեր սիրո համար բաժանման հետ կապված ամեն բան դառնություն է։ Սիրելի բարեկամ, գուցե քո ներկայիս վիճակն այսպիսին է, դու չես կասկածում քո փրկությանը, դու գիտես, որ Քրիստոսը քոնն է, սակայն չես ընթրում նրա հետ։ Դու գիտակցում ես, որ քո կյանքը նրան է պատկանում և կասկածի ստվեր անգամ չունես, որ դու նրանն ես և նա քոնը, բայց այդուհանդերձ նրա ձախ ձեռքը քո գլխի տակ չէ և աչը չի գրկում քեզ։ Մի տեսակ տխրության շուք է ընկած սրտիդ վրա, գուցե տառապանքի, սակայն անշուշտ քո Տիրոջ բացակայության պատճառով, և թեպետ դու բացականչում ես իմ սիրեկանն իմն է, այնուամենայնիվ ստիպված ես ծնկի գալ և աղոթել, քանի դեռ օրվա քամին փչում է և ստվերները փախչում են, ետ դարձիր, ով իմ սիրեկան։ Որտե՞ղ է նա, հարցնում է քո հոգին, և հնչում է պատասխանը. նա արածեցնում է շուշանների մեջ։ Եթե մենք ցանկանում ենք գտնել Քրիստոսին, ապա պետք է հաղորդակցության մեջ գտնվենք նրա ժողովրդի հետ և նրա սրբերի հետ անցկացնենք մեր հոգևոր ճանապարհը։ Օթե գոնե մի վայրկյան տեսնեինք նրան այս երեկո, երանի ընթրեինք նրա հետ այս գիշեր։